Ով իսկ կատվիստների և այլն ջեջի դենց նման անհնար է, միայն ես կասեմ, որ բոլոր ժանրերի հեղինակ նրա խոսքերը խոսուն են բոլոր ժամանակների համար, բոլոր տարիքի մարդկանց համար, նա մեծ գրող է եղել ու հայոց վշտի, հայ ժողովրդի դառնուցավոր ապրող, իր սիրտը նրան նվիրող, որը կյանքից գրացավ մի քիչ անժամանակ, այո շատ անժամանակ 54 տարեկանում, բայց եթե ապրեր ու ստեղծագործեր, նրա ամբողջ գրական ժառանգությունը ավելի ու ավելի քարստանար տվածով են գոհենք, միջոցառումը համարում ենք սկսված և Հովհաննես Թումանյանը այն կախարդն է, այն Այվազովսկին, որ վրձինը ձեռքին ոչում է տարենքին և նազանեցնում իրեն, Վալերի Բրիսը։ Ամենայն հայոց բանաստեղծը նման է մի արևի, որը շարունակ այրվում, դուսարձակում, և նրան սպառում չի կանխորոշված։ Թումանյանը այն բանաստեղծներից է, ովքեր իրենց տաղանդով ու նշանակությամբ դուրս են գալիս ազգային մշակույթի սահմանից։ Մեզ բանաստեղծ լինելը բնության պարգև է, նրանք ծնվում են ժողովրդի ներքից, ժամանակի պահանջով, անհրաժեշտ արարից։ Կամեծարենց, Կատերյան, բայց բազում շատ ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհավ, Արարատը ներնորդ Հայկական բազմադարյա պատմությունը լի է վերելքների ու վայրեջքների, ձեռքբերումների ու ցավոտ խորտակումների շրջաններով։ Այդպիսի մի վճռորոշ դարաշրջանում ասպարեզ մտավ Հովհաննես Թումանյանը, այդ հմուտ հանճարեղ լորեցին դարձավ մեծագույն պատմական իրադարձությունների ականատեսն ու մասնակիցը, ով մի ձեռքով գրում էր, մյուսով փրկում։ Նա նոր շունչ ու կենարար ուժ հաղորդեց հայոց լեզվին, իր վեհ պարզությամբ, պայծառ մտածողությամբ ու անաղարտ լեզվով։ Թումանյանը հոգեհարազատեց թե ջերմակավարձերունուն, և թե պայծառաչվի մանկանը, և գուցե ոչ ոքի մտքով չեն անցնում, որ Թումանյանը հայ հազարամյա գրականության ամենաբարդ տերողություններից։ Պարզ ու պայծառ Թումանյանը, ով այնպես սերտորեն կապված է ժողովրդական պարզ ստեղծագործության հետ, ով հեղինակել է Շունն ու կատուն, Գիքորը, Անուշը, Չարի վերջը, Սուտլիկ Ոսկանը, Թումանյանն է բարդ։ Այո, հենց ինքը։ Մատչելի ու հասարակ ձևերի ճշտընտրությունը Թումանյանի գրական ձիրքի գաղտնիքն է, որ սովորական մարդու համար անըմբռնելի է ու անհասկանալի։ Դա մի շնորհ է, որով օժտված են միայն բնատուր հանճարները։ Շանուշ
բազմաբեղուն է մեծ բանաստեղծի գրիչը։ Ստեղծագործական կյանքի սկզբից մինչև կյանքի վերջին տարիները Թումայանը նույն տարիներին գրել է և բանաստեղծություններ, և պոեմներ, և արձագործեր, և քննադատական ու այլ բնույթի հոդվածներ։ Ուստի առավել նպատակահարմար է նրա ստեղծագործությունները խմբավորել ըստ ժանրերի։ Անվիճելի է, որ նա մեծ ժողովրդականության հասավ շնորհիվ իր պարզ լեզվի ու ժողովրդին հոգեարազատ մշակումների։ Փոխադարձ կապը, չէ որ միջավայրյա տարասպելական բախկոտին հոլովում որպես անպարտելի հերոս, Թումանյանը կենդանի է պահում Նազարին, որպիսի մարդկությունը հիշի, թե որքան անհեթեթ են իր կողմից ստեղծված կեղծ կուռքերը։ Լինում է չի լինում մի խեղճ մարդ, անուն է Նազար, էս Նազարը մի անխնոր քալարկոտ մարդ է լինում, ենքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնում, թեկուզ սպանեի, օրը մինչև իրիկում, կնկակով քնստած, դուրս կնալիս դուրս էր գնում, ներս գալիս ներս էր գալիս։ Դրա համար էլ անունը դնում է վախկոտ Նազար։ Նազար, վեր կաց դուրն է ձեզում։ Ով ոստիան դոնայի։ Վեր կաց դուրն է ձեզում։ Ով ոստիան է տսարի։ Անզակ դնի չես ողով կնել։ Ոստիան մարչկա, այդն ինչ կարվան դելու գիշեր է, ձետս ասում է վեր կաց գնա Հնդստանից եկող ժայ կարվանը կտրի բերտունը դրծում։ Թողեմ գլուխըտ կարվան կտրողից մտի կարավ։ Անզլան կնիկ ինչու չես թողնում գնամ կարվան կտրել բերտունը դրծնեմ։ Դե գնամ կարվան կտրում։ Կարվան ակտրում։ Էյ բաղշաշատերը։ Բաղում էիր կարվան էիր կտրում, բերում էիր տունը բերի լծնում։ Ով վեշտանջան ինչ էր ուզում։ Վահ, ես ինչ արեցին, 1, 2, 3, 4, 5, վահ, այսօր 1000 իչար կրտում։ Բա որ ես էսպես դղամատ եմ երել, ու միջև այսօր չեմ բացել, որ ես մի զարկով կարող եմ 1000 կենթանի շուրջ ճարտել, էլ ինչու եմ ես արսիտան կրկապ ոգին բերել, ես գնացի։ Էստեղից վեր է գնում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ, պատմում է իր հաջողորդությունը ու հետ ներհայտում է, որ պետք է տնկանից կորչի։ Միայն խնդրում է, որ տերտերն իր արածը գրի, որ անալ չմնա, ամենքն էլ կարդան իմանան։ Տերտերն էլ կատակի համար մի փալասի կտորի վրա գրում է։ Ինչ կաջություն
շանճար։ Դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուց բախտն է։ Բախտուն ես քեֆ արա։ Եվ ասում են, մինչև այսօր է քեֆ է անում քաշնածերը ու ծիծաղում է աշխարհի վրա։ Հա։ Սրտից կգոր։ Դասից համար իմի հոգը։ Թե կան դասեր, կան նաև սեր։ Եվ ինչ զակը, իմ աղավնը, որ կենթանի, վիպականի, սեր է սրտում, զաս է սրտում։ Տարիները փոխում են թեման, անձնականից վերածում համազգայինի ու համամարտկայինի, սակայն պահպանվում են պարզությունը, շիտակությունն ու մտերմիկ ոգին։ Ռուսականավոր գիտնական բանաստեղծ Վալերի Բրյուսովն ասել է. ամբողջովին վերցված Թումայանի պոեզիան Հայաստանն ինքն է, հնադարյան ու նոր, հարություն առաջ և բանաստեղծությամբ արտահայտված մեծ վարպետի ձեռքով։
կյանքն ոսում է տեզերքում զնգալեն, մեկն ապրում է, մյուսն սպասում թազում է։ 1000 տարով, 1000 տարով, առաջ էր, ինչ կավոր։ Ես եղել եմ, կամ, կլինել, հարու հավել, ինչ կավոր։ 1000 էսպես ձևեր փոխել, ձևը խաղ է անցավոր, ես միշտ հոգի, եզերքի մեծ հոգու եմ, ինչ կավոր։ Աղբյուրները հնչում են ու անցկենում, ծառավները տենչում են ու անցկենում, ու երջանի կակուկներին երազում, պոետները կանչում են ու անցկենում։ Հեյ, ագահ մարդ, հեյ, անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ, ինչ են տարել նրան կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, խաղաղ անցիր, ուրախ անցիր, երկու օրվան մեզ ճամփոր։ Ծով եմ սիրտ բանափխոր, լիքակունքով հազարավոր, իմ զայրույթը լիքն է սիրո, իմ գիշերը լիքն աստղել։ Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում, ամեն անգամ երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում, զարմանում եմ, թե ով շռայլ, ինչքան շատ ես տվել, ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանալու Հերթով գալիս անց ենք կենում ես անցավոր աշխարից, անց ենք կենում սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, մահը մերն է մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ, գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, ելնեք նրան, որ իր գործով կապի անվեր չանդադար, չարն էլ է միշտ ապրում անմեր, անեցք նրա չար գործին, որդիդ լինի թե երնում էր, թե մուրազով սիրածքին, ես լավության խոսքն եմ ասում, որ ժպտում է մեր սրտում, ով չի սիրում թեկուզ դուշման, լավ արարքը, լավ մարդի, էй, լավ կենակ, ականջարեք, մի բան պատմենք մի ձեզ, ես էլ խոսքը սուր է գնում, քաշ ոսկանիկ յուղի պես։ Անմահության գաղտնիքը բուն էության մեջ է։ Պոեմի 86 տողերի մեջ կենտրոնացված են բանաստեղծական ձիրքի բոլոր հատկանիշները։ Հերոսներն այստեղ օժտված են մարդկանորեն հարուստ համամարտկային գծերով։ Եկեք, քույրեր, սեքսարելի չքնաղագեղ ոգիներ, եկեք, ջահեք սիրահարի սերելով պանքվաղաման, ով նախյուրի ժուներ արել, ույս սաղմարով մունուր, ով խծախտիս ծաղի կավել, կապել սիրո ծաղկերում, ջունն ու ծաղի կասպում դրել, խնդիր կարել աստղերին, հապակ սրտով խնդիր կարել, բարի ժպտանիր սերին, Ափսոս անուշ, սարի ծաղի, ափսոս եկիտ կույարի, ափսոս գոյիթերի բերի, ափսոս արձով աչքերի, ու նրանց այդ ծողարցունքով լծված սրտերն աչեր, սարի ծաղկում կուտուր, հարաչեցին են իշեր, բուշվուշ անուշ, բուշվուշ կուրի, բուշ կուսերի, կույարի, բուշվուշ սարով, Բուշ-բուշ իրիտ, բուշ կուսիրած սարերի, եկեք կույրեր, սեքսարերի չքնաղագեղ ոգիներ, ու պերիներն էսպես տխուր, ներքում էին գործ վիշեր, աչում էին հրաշայնություններով դրական, բայց են շողասցող կարելի, անտես, ոնր չկացար, խորս ուզեցին ամյակի, մտակրամուն հաստանում, մերների հդարների,
Աղջի անաստված նստիր վրանում, ինչ ես դուրս գալիս խնքամահանում, աշուղ էշինեն չեմ հանգստանում, խաղեր կապելով, չորեր չապելով, ոչխարս անտեր ընկել եմ հանդել, ամա ներեցիր սիրտս քու սիրով, ոտս կապեցիր թեր մազերով, էլ չեմ դիմանա կփակցնեմ զորով, այս արի աղջիկ, այս սիրուն աղջիկ, այդ ու կարվրա թուշ թուխ համազանուշ, այս եվ աչկերով, այդ ծով աչկերով, ունքերդ կամար, աղջիկ ես ամար։ Էնով էր նանի, որ կանչում էր մեզ, դու չես իմանում, ագամ զարատես, Հերիք է, անուշ, ներսարի դագեն, քանի դուր թրթես, նայես դես ու դեն, տեսնողների կասի, ինչ աղջիկ եսա, 1000 մարդի մոտ, երթակ խոսա։ դիկտուն նանի, այս տարի լանջին ինչքան ագլուկ է տալիս կանաչին, նանի թողելան քավեմ ու լսեմ, այս տարի լանջին ջամիլով ասեմ։ Հանգիստ կաց, անուշ, դու հասած աղջիկ, ինչ ունի ջայել չոբաների մոտ, լստիր գրանում, կոգոտին, մտիկ, արգես տարաչի, անուշ, անուշ։ Սիրտս նանի, չգիտեմ ինչի մի լացել մի սևատնած տխուր, մի թե դարնում, ուզում է թրջի, չգիտեմ թե դուր, նանի ջանանի, ես ինչպես անեմ, ինչ հանի անկունան հանգիստ բալել, նանի ջանանի, ուզու թողարներ, աղթերը գնամ աղջիկների վեր։ Thank you.
ասում, բա դու չես լսում, են որ լանջերի են խաղեր եմ ասում, ան հետ եմ խոսում, են որ գիշերով շխու եմ փչում, էնոն եմ կանչում, են որ մորորած նստած եմ լինում, ան հետ եմ լինում, են որ հառաչում ու ախ եմ քաշում, էնոն եմ հիշում, ախ, անուշ, անուշ, անաստղած, անուշ։ Անուշ, այ աղջի, անուշ, տուն արի։ Գալիս եմ, գալիս եմ, նանի։ Նանի վախեցի, նանի ներքևում ես մարդիկ տեսա, կացեցի դուշկերեն։ Արի ինձ հետ, անուշ, արի, վայ, անուշ։ Սակայն կենցաղային մի դիպված շրջում է նրանց վախտի անիվը, դառնալով ողբերգության պատճառ։ Զոհվում է Սարոն, կյանքից անմխիթար ու պար հեռանում է Անուշը, սերելու տեղն ու իրավունքը զիջելով սերունդներին։ Սերը Անուշի միակ ուժն էր ու միակ մեղքը, մեղք, որ նա գործեց փորձելով տեր կանգնել մարդկային իրավունքներից ամենամեծին ու կանացի իրավունքներից ամենաբռնադատվածին։ Համարձակության, ազատասիրության այդ մեկ ճաշանքով Երշկունի Անուշը արժանի է մեծ հիացմունքի ու դրվատանքի։ Լևոն Ախվերդյանը գրել է. Անուշն իր սիրո իրավունքով հայկական լեռնաշխարհից ձեռք է մեկնում Շեքսպիրյան հերոսուհիներին, ինչպես Թումանյանը իր սիրո ազատության իր ըմբռնումով իր ամենասիրած հեղինակին Շեքսպիրին։ Հարցերի վերաբերյալ հոդվածները, հայ միջնադարյան գրականության հետազոտությունները, հայ ու արտասահմանյան գրականության բազմաթիվ գործիչների նվիրված գրախոսությունները։ Թումանյանը իր ողջ գիտակցական կյանքն անցկացրեց հրբերների մեջ։ Նա պետականություն չունեցող երկրի պետական գործիչներ։ Նա 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ահեղ ժամանակների ականատես է եղավ, իր կյանքով ու գործով փորձելով փրկել իր ժողովրդի գոնե մի մասի։ 1915 թվականն էր։ Մեռնում է մի ամբողջ ժողովուրդ։ Մահը հնձում է ոչ թե մանգաղով կամ գերանտիով, այլ ինչ-որ նորագույն մեքենայով։ Այդ օրն անձրև եկավ, սկսվեց տեղատարավ, ամեն տեղ լսվեց գաղթականներով, բայց հազարներ դեռևս դուրս մնացին տեղատարափի և ոռնացող կայծակի առջև սպառնալիքի առաջ։ Թումանյանը բացեց, բռնի բաց հարավ նոր կառուցվող հայրապետական մեհարանը, որը մինչև այդ անձեռնոթելի է։ Գաղթականները լցվեցին ներս, դա զայրացրել է վեհափարին։ Ասում էին, որ երեկոյան վեհափարը կանչել էր Թումանյանին, հանդիմանել նրան այդ բռնի գործողության համար։ Թումանյանը սկզբում ժպիտով էր պատասխանել, բացատրել հայոց հայրապետին, վեհափարը չէր կապվել։ Թումանյանը պնդել էր, որ ճիշտ է վարվել։ Հայոց հայրապետը կանգնել էր ոտի և գոռոզությամբ հայտարարել. «Դուք խոսում եք ամենայն հայոց հայրապետի հետ»։ Իսկ Թումանյանը պատասխանել էր. «Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ»։ Նրա վաղաժամ ճերմակած կերպարանքը նույնքան կարոտաբուխ ու հերոյ է, ու միաժամանակ նույնքան ներկա ու արդիական բոլորիս կյանքում, որքան սրբազան մասի վեհաշուտ գալու։ Մեր հոգին է ճամփում եզերական ու ժամանակային անսահմանության մեջ։ Ինչպես անցնեք հայտնի ակնթարթը, որ աշխարհին հրաժեշտ տալիս է, նույնքան արժանի լինենք մարդ կոչվելու։ Հայ ժողովրդի համար ամեն մի ուղի կարելի է հաղթահարել խելքով, գիտելիքով։ Ուսումնատենչությունը մեր գենի մեջ է, և մենք մեր խելքով նվաճենք աշխարհն ու աշխարհի գանձերը, ինչպես Զահարյաններն են անում։ Բայց ունեմ մի մեծ վախենում եմ, որ իմ հասակակիցներից շատերն օտարացել են գրքից։ Ընթերցանությունն այսօր հուսահատ գալարում է համակարգչամոլության ու էկրանամոլության ճիրաններում։ Վախենում եմ, շատ շուտով մենք այդ անպաշտպան արարածին, այդ ընթերցանություն կոչվածին, ափսոսանքով կամ առանց ափսոսանքի կորսնենք, և նրա հետ կորսնենք շատ ու շատ երազանքներ, այդ թվում խելքով ու գիտելիքով հարստանալը։ Եվ մեծ անջայի խոսքինում կնդիր, գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, ելնեք նրան, ով իր գործով կապի անվերջ անդադար։ Մենք նվիրիլ եկ նախաձեռնության մասնակիցներս փորձում ենք փրկել այն գրքերը, որոնք անիմաստ հանգչում են մութ ու փոշոտ դարակներում, որոնք անհամբեր սպասում են այն ընթերցողներին, ովքեր սիրով կթերթեն իրենց էջերը, գրքեր,
որոնք ուզում են խնամված ու ընթերցված լինել։ Եվ ամեն ոք պիտի ընթերցի, ծանոթանա համաշխարհային գրականության կանձերին, կարդա Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Սևակի, Պուշկինի, Շեքսպիրի, Բալզակի և ուրիշ հանճարների ստեղծագործությունները, որոնց մեջ խտացված են մարդկության իմաստությունը, դարավոր կենսափորձն ու երազանքները։ Հանճարները չկան, բայց նրանց գործն անմահ է, իսկ մենք, հետնորդներս, պարտավոր ենք պահել ու պահպանել, հավերժացնել նրանց գործերը։ Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր կանգնեցին մեր կողքին, ովքեր աջակից եղան մեր գործին։ Նվիրիր գիրք նախաձեռնության մասնակիցներից ձայնը հզոր ու հնչեղ թե վերառավ ու տարածվեց երկրով մեկ ու գտավ իր առաջին արձագանքը։ Եվ հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր գործին անդրադառ չեղան հանրապետության բարձրաստիճան այրերը։ Մեծ եղավ աշխատանքի բերկրանքը, երբ մեր գրադարանի գրքերը ծայից Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Կասպարյանը, իսկ մեր հարգարժան ուսուցիչներ առաջին իսկ օրվանից եղան մեր կողքին։ Իրենց մասնակցությունը ցուցաբերեցին շատ ու շատ աշակերտներ։ Քիչ-քիչ համալրվեց մեր նորաստեղծ գրադարանի գրադարանները։ Այնտեղ այսօր հանգրվանում են արժեքավոր գրքեր, անհամբեր սպասելով իրենց ընթերցողին, որ հավերժ ապրեն հանճարների միտքն ու գործը։ Մեր խորին համոզմամբ բարությունը պիտի փրկի մոլորակը և ամենքս պիտի աղաչենք Աստծուն, նախ մեր եղած բարությունը պահպանել, հետո եղածին ավելացնել կարողանանք։ Եվ շատ ուզիչ էր, շատ տպավորիչ էր, մեծ էր, շատ աշխատանք արել, շատ լավ ներկայացրեցին երեխաները, ասեմ ունի հրաշալի երեխաներ, որոնք ապրում էին, մտել էին կերպարներ, ու մեզ էլ ուզեցին, ես նույնիսկ նկատեցի, որ շատերը հուզվել արտասում էին։ Կիսողանում հատուկ շնորհակալություն հայտնել այս միջոցառման այս երեխաներին, որոնք իրենք բարձրաձայնեցին, իրենք ասեմ բոլորը իմանան, մեզ մոտ կազմակերպեց ու փոքրիկ դասընթաց, որտեղ ուզում ենք ներգրավել հասարակական ակտիվ կյանքում առավել այն երեխաներին, որոնք մի քիչ պասիվ են, եւ տարբեր համայնքների երեխաներ իրենց համայնքային խնդիրներ առաջադրեցին եւ լուծման համար որոշակի միջոցեր անհրաժեշտ եւ շատ հաճելիորեն երեխաների գաղափարը շահեց, իրենք որոշեցին, որ գիրք նվիրիր, հետաքրքիր է, որ դա համընկավ նաև Թումանյանի այս օրերի հետ եւ ապրեն իրենք շատ նախաձեռնողական եւ ուսուցիչների եւ ծնողների եւ կոլեկտիվի մասնակցությամբ շատ նախաձեռնողականությամբ իրականացրին այս միջոցառումը։ Շնորհակալություն ձեզ, մենք էլ մի փոքրիկ գրքեր եք բերել ձեր համար։ Ես հույս ունեմ, որ այս գրադարանը իրոք դառնա շատ պահանջված, ճիշտ ասեցին երեխաները, համակարգչային դարում, երբ որ մարդիկ ավելի շատ կպել են այդ վիրտուալ կյանքին, վերադարձը դեպի գիրք, գրականություն, իսկական սեր, իսկական մարդկային հարաբերությունները առօրյա կյանքում է եւ գրքերի մեջ է։ Շնորհակալություն ձեզ, որ կազմակերպեցիք։ Ֆինանսավորումը կազմակերպել է Երևանի համագործակցություն հիմնադրամը եւ ԵՀԿ-ի Երևանյան գրասենյակը եւ իրականացվեց Մարտունու երիտասարդական բանկի աջակցությամբ եւ շնորհակալություն դպրոցին այս հրաշալի միջոցառման համար։ Ես մեծ բավականություն եմ։ Ես այսօր երբ ուզված եմ, երբ հպարտացած եմ այն բանով, որ մեր երեխաները Սուրբ Թումանյանը հասկանան, կարողացան փոքր խորքով ներկայացնել Թումանյանին։ Թումանյանը ինքը մեր գյուղական բնակավայրի չոցից ծնվածն էր եւ ներկայացրեց գյուղական բնակավայրը իր մաշկարովի անուշն ու սարոն, իր մարոյի, իր ծմկաբերդի առումը։ Ներկայացրել երեխաները շատ լավ ներկայացնում, մեծ աշխատանք է կատարված։ Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, աշխատողներին, ուսուցչական կոլեկտիվին, տնօրինությանը, մեծ գործ է կատարել։ Ցանկացայի, որ այս նման միջոցառումներ շատ լինեն, մեծրոք մարդկանց կապված, նարեկացիք կապված, լինեն շնորհալի, սրանով է մեր այսօրվա կյանքը, մեր այսօրվա սերնդի ծանրությունը, որ մեր ուսերի վրա մենք պետք է պահենք եւ փոխանցենք մեր հաջորդ սերունդներին։ Թումանյանի, Տերյանի, շնորհալու, նարեկացիին եւ մյուսներին, որ այս երեխաները պետք չկարողանան տիրապետել եւ տանեն։
շատ լավն է կազմակերպված, բայց